Տիկնայք եւ պարոնայք, բարև ձեզ։ Ուրախ եմ այս հնարավորության համար, շնորհակալություն նաեւ հրավիրելու եւ ինձ վստահելու համար։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել այս օրերին Երևանում հաջողությամբ ընթացող եւ արդեն իսկ ավարտված մի շարք առանցքային, ես կասեի, միջազգային հնչեղություն ունեցող միջոցառումների կապակցությամբ։ Այդ թվում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողով, Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անդրանի գագաթաժողով, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջին պետական այց Հայաստանի Հանրապետություն եւ իհարկե Երևանյան երկխոսություն հերթական 3-րդ համաժողով։ Ելույթից նախապատրաստվելիս անդրադարձա, որ դեռևս 2025 թվականի աշնանը, երբ Հայաստանը ամրագրեց իր հայտը Եվրոպայի քաղաքական խորհրդի 8-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, երկրի վարչապետը առանձնահատուկ ընդգծեց, որ Երևանյան գագաթաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածության կամ փոխկապակցվածության հարցը։ Այսօր Հայաստանը կապակցվածության ընդլայնվող հնարավորությունների հանգրվանում է, սակայն այդ կապակցվածությանը արժեք է ձեռք բերում միայն այն իր հերթին ստեղծում է տեսանելի եւ շոշափելի հնարավորություններ եւ հիմնված է խաղաղության վրա։ Բարեբախտաբար այսօր կարող ենք փաստել, որ դա իրական է եւ հնարավոր։ Եկեք ընդունենք, որ կապակցվածությունը նշանակում է տրանսպորտային ուղիների վերաբացում, ազատ առևտրի ընձեռում, տարբեր տարածաշրջաններ, այդ թվում Եվրոպան ու այս անկապող ավելի լայն տնտեսական ցանցերի ներդրում, ուստի այս իմաստով Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հաբ, հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք խաչմերուկում։ Ակնհայտ է, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը միջին միջանցքի իրականացումը եւ Եվրոպայի, Հարավային Կովկասի ու կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկա, մանրաթելային մալուխների անխոչնդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններ բոլորի համար։ Այս առումով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ այն առանցքային գործոնը, որը մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը կվերածի իրական տնտեսական հնարավորությունների եւ արդյունքների։ Հատկանշական է, որ տարիներ առաջ, երբ 2009 թվականին Պրահայում սկիզբ առավ արևելյան գործընկերություն ձևաչափը, Հարավային Կովկասը դիտարկում էր որպես եվրոպական հարևանության եզրագիծ կամ պայմանական սահման։ Մինչդեռ այսօր որևէ ծրագիր չի կարող ունենալ ռազմավարական նշանակություն եւ լիակատար իրականացնել իր ներուժը, եթե չկապվի կենտրոնական Ասիայի եւ այնուհետեւ հեռավոր արևելքի հետ։ Հարգելի բարեկամներ, բոլոր կապուղիների վերաբացման ծրագրերը բավականին ժամանակ եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից։ Երբ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանը հանդես եկավ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությամբ, վերջինիս առանցքային գաղափարներ կապել Հարավային Կովկասի ու Եվրասիայի հսկայական տարածաշրջաններն ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղիներով, էներգետիկ հաղորդակցություններով, գազատարերով, մալուխներով, էլեկտրահաղորդման գծերով։ Նախագծի իրականացման պայմաններում գործարկվում է ամենակարճ ճանապարհը Սև ծովի եւ Պարսից ծովի միջև, Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով հյուսիս-հարավ ուղղությամբ, ինչպես նաեւ ամենակարճ ճանապարհը Կասպից եւ Մարմարա ծովերի միջև, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքներով, արևելք-արևմուտք։ Նախագծի ներկայացման հետ միաժամանակ փորձագիտական շրջանակներում քննարկում մեկնարկեց վերջինիս հիմնական տնտեսական բաղադրիչների, շահավետության եւ արդյունավետության վերաբերյալ։ Սակայն հարկ է ընդունել, որ կատարել հստակ կամ անգամ մոտավոր հաշվարկներ բավականին խնդրահարույց է, քանզի խոսքը գնում է տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի եւ այլնի մասին, եւ դրանց զուգահեռ կառուցվող ենթակառուցվածքների մասին, որոնց ծավալները դեռևս պետք է գնահատել։ Այնուհանդերձ, մի բան հստակ է. կապուղիների բացումը հանգեցնում է տնտեսական ազատության, վերջինս իր հերթին բաց շուկայական հարաբերությունների, ուղղակի ներդրումների եւ այդպես շարունակ։ Որպես գիտնական տնտեսագետ, ով երկար տարիներ զբաղվել է գիտության, թե տեսական, թե պրակտիկ ասպեկտով։ Նշեմ, որ Հայաստանի կառավարության առաջարկած նախագիծը, որի նաև բաղկացուցիչ մասը TRIP նախաձեռնությունն է, ես կդիտարկեի երկու դասական եւ ժամանակակից մեծագույն տնտեսագետներ Ադամ Սմիթի «Ազգերի հարստություն» եւ Միլտոն Ֆրիդմանի «Կապիտալիզմը եւ ազատությունը» անկյունակարային աշխատությունների լույսի ներքո, ուր հստակ ընդգծվում է, որ միայն ազատությունն է ընձեռնում գործարարին շահույթ ստանալու հնարավորություն, իսկ հասարակությանն ավելի արդյունավետ մղելու իր շահերը։ Տիկնայք եւ պարոնայք, կրկին, որպես տնտեսագետ պետք է արձանագրեմ, որ որևէ մեկնաբանություն չի փոխանցում բավարար ցայտուն տնտեսական առողջացման պատկերն, ինչպես
անկողմնակալ աղբյուրների ներկայացնող ցուցանիշները։ Ուստի կցանկանայի անդրադառնալ որոշ թվերի, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ես ձեզ ասեմ, որպես նաեւ էլի մասնագետ, դրանք շատ տպավորիչ են։ Եվ դրա բացատրությունը դեռևս պետք է տրվի, դրա մեկնաբանությունները դեռևս պետք է կատարվի, որովհետև այն հաջողությունները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից հետո, դրանք միայն սովորական թվերի բացատրություններ չեն։ Այդտեղ մտածողության վարքագծի փոփոխություն կա։ Իսկ այդ վարքագծի եւ մտածողության փոփոխությունը պայմանավորված է եղել հենց կառավարության իշխանության վարած տնտեսական քաղաքականությամբ եւ ընդհանրապես քաղաքականությամբ։ Եվ այսպես մի քանի թվեր ուղղակի ներկայացնեմ։ 2025 թվականի Հայաստանի տնտեսությունը աճը կազմել է 7.2%։ 2026 թվականի հունվար-մարտի համեմատ 25 թվականի համեմատ արտահանումը դեպի Եվրոմիություն աճել է 90%-ով, դեպի Չինաստան 2.3 անգամ, դեպի Միացյալ Նահանգներ 13%-ով։ 25 թվականին, սա շատ կարևոր է, խնդրում եմ սա ուղղակի ուշադրություն դարձրեք, 24 թվականի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումները աճել են 88%, իսկ ուղղակի ներդրումները 4.6 անգամ։ Ինքը թվով փոքր է, 132 միլիոնից դարձել է 605 միլիոն, բայց ինքը շատ տպավորիչ է, որտեղ վերջին տարիներին, երբ որ մենք նայում ենք հատկապես ներդրումների վիճակագրությունը, այնտեղ դեռևս իմ մոտ է կար անհասկանալի բացատրություններ, թե ինչով է պայմանավորված, որ չկա։ Բայց ընդամենը 25 թվականին, նայեք 24 թվականի համեմատ, այն արդեն ծիլերը կային։ Մենք զգում էինք, երևի բիզնեսն ավելի լավ է զգում, որ արդեն հնարավորություն է լինելու խաղաղության հաստատելու կամ պատերազմը արդեն վերջացել է ըստ էության, էլի թեկուզ գործողություններ կային, բայց այդ ամեն ինչը բերելու էր նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տնտեսական հաջողություն ունենա։ Եվ այս տարվա թվերն ենք վերցնում հունվար-փետրվարին։ Շինարարությունը 21% աճ, արտոնաբերությունը 17% աճ, արտաքին առևտուրը 9%, ծառայությունները 7%, առևտուրը 3.3%։ Այսինքն բոլոր բնակավարներում այստեղ գյուղատնտեսությունը չկա, գյուղատնտեսությունը սովորաբար Հայաստանում երամսյակը մեկ են տալիս, բայց սրանք թվեր են, որոնք խոսում են նրա մասին, որ իսկապես Հայաստանում ընդհանուր իրավիճակ է փոխվել ներդրումային մթնոլորտի առումով եւ երբ որ նայում ենք հատկապես ֆինանսական շուկային եւ ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին, այդտեղ էլ հասկանում եք, որ գործարարները այլ կերպ են սկսել վերաբերել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականությանը։ Ամփոփելով խոսքս, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, TRIP ուղի նախագիծը, Հայաստանի եւ Ադրբեջանի բարեդրացական հարաբերությունները, Վրաստանի եւ Իրանի հետ, ռազմավարական գործընկերության խորացումը Եվրոմիության հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ, հիրավի կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարածաշրջաններից ու հյուսիս-հարավ եւ արևելք եւ արևմուտք երթուղիների տարանցիկ միջանցքներից մեկը։ Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը եռանդուն կերպով կջանա այս պատմական հնարավորությունները իրացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն մեկ անգամ եւս մասնակցելու, շնորհակալություն նաեւ ինձ լսելու համար, մաղթում ձեզ արգասաբեր քննարկումներ եւ աշխատանք։